Հրապարակը գրում է. ՊՆ զինծառայողներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, ՊՆ վարչական շենքի աշխատողներին SMS-ով հրահանգվել է լայքել եւ տարածել Սուրեն Պապիկյանի հրապարակային հայտարարությունները, գրառումները, որոնցում նա պատասխան է պահանջում կալուգացի օլիգարխից, թե ինչու Կարապետյանների որդիները չեն նահատակվել պատերազմում, նրանց դասալիքներ է անվանում եւ այլն։ Թերթին փոխանցել են, որ բաժինների վարչությունների պետերին զգուշացվել է, որ իրենց ենթականերին SMS-ներ ուղարկեն, որպիսի հավանեն նախարար Պապիկյանի հատկապես այդ գրառումներն ու ելույթները։ Ասում են, որ բազմաթիվ զինվորականներ, ՊՆ աշխատողներ աշխատանքը չկորցնելու վախից ստիպված են հավանել եւ տարածել։ Իդեպ ահազանգից հետո թերթանցել է Պապիկյանի Facebook-յան էջով եւ պարզել, որ Պապիկյանի Սամվել Կարապետյանին վերաբերող որոշ գրառումներ նրա գրառումներին ոչ բնորոշ շատ հավանումներ եւ տարածումներ ունեն։ Ժողովուրդը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածքով է հեռանում ազգային ժողովից նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ով ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնաց եւ քարոզարշավներին չի էլ մասնակցում։ 2025 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս առավել ակտիվ գույքային շարժ։ Արշակյանը տարվա ընթացքում վաճառել է Դավթաշենում գտնվող բնակարանը 40 միլիոն 800 հազար դրամով եւ նույն տարվա հունիսին ձեռք է բերել նոր բազմաբնակարան 28 միլիոն 250 հազար դրամով։ Բացի այդ գնել է 2024 թվականի արտադրության Բիդ Մագնիշի ավտոմեքենա 17 միլիոն 439 հազար դրամ արժողությամբ։ Տարվա վերջում նրա սեփականության մեջ մնացել են նոր բնակարանը եւ ջրվեժի այգետունը։ Ֆինանսական մասով 2025 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է 21 միլիոն 32 հազար դրամ, որի հիմնական մասը 17.8 միլիոն դրամ ստացվել է ԱԺ աշխատակազմից, իսկ մնացածը եկամտային հարկի վերադարձից եւ դասախոսական գործունեությունից Երևանի պետական եւ ռուս-հայկական համալսարաններում շուրջ 194 հազար դրամ։ Տարվա վերջում նրա կանխիկ միջոցները կազմել են $10,000 եւ 2.5 միլիոն դրամ։ Բանկային մնացորդը շուրջ 503 հազար դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 32.6 միլիոն դրամ, իսկ տարվա ընթացքում շուրջ 2.4 միլիոն դրամ ուղղվել է վարկերի մարմանը։ Վերանորոգման ծախսերը գերազանցել են 9.8 միլիոն դրամը։ Այսպիսով 2018 թվականի հեղափոխությունից հետո պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հակոբ Արշակյանը քաղաքական ակտիվ շրջանն ավարտում է զգալիորեն փոխված գույքային եւ ֆինանսական պատկերով։ Ժողովուրդը գրում է. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախորդին ընտրողների հետ հանդիպման էր մասնակցում, որտեղ ներկայացել էր թանկարժեք հագուստով եւ զարդերով։ Լուսանկարներում երևացող Max & Co բրենդի ծաղկային նախշերով կարդիգանի արժեքը ըստ վաճառքի կայքերի շուրջ 344 ԱՄՆ դոլար է։ Նույն ապրանքանիշի ջինսե կիսաշրջազգեստը վաճառվում է շուրջ 24,000 ռուբլով, ինչը ներկայիս փոխարժեքով մոտ $300 սահմաններում է։ Հագուստը լրացվում էր APM Monaco բրենդի զարդերով։ Վզնոցի արժեքը գնահատվում է մոտ $333, իսկական ժողերինը 185 եվրո։ Այսինքն միայն հրապարակային լուսանկարներում երևացող հագուստի եւ զարդերի ընդհանուր արժեքը գերազանցում է $1100-ից $1200 առանց կոշիկների, պայուսակի, ժամացույցի եւ մյուս աքսեսուարների։ Հրապարակը գրում է. Վերջին օրերին ՔՊ շտաբներում ըստ իշխանական աղբյուրների անորոշ, ավելի ճիշտ հուսահատ տրամադրություններ են տիրում։ Որքան էլ ՔՊ-ն եւ իր արտաքին հովանավորները փորձում են իշխող ուժի համար բարձր սոցհարցումների ու վարկանիշների թվեր խփել եւ ներկայացնել ժողովրդին, իրենց ներքին հարցումներն ու քարոզարշավի ընթացքն այլ պատկեր են արձանագրում։ Թերթի աղբյուրի խոսքով շատերը վերջին օրերին անգամ շտաբ չեն գալիս։ Չկա նախկին էնտուզիազմը, քանի որ չնայած գործադրած տիտանական ջանքերին եւ պտտվող գումարներին, արդյունքը տեսանելի չէ։ Եվ անգամ բուկլետ բաժանելու գործում լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Թերթն իր իշխանական աղբյուրներից տեղեկացել է նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ նեղ կրուգում անկեղծացել է, որ վիճակն իրականում բարդ է, հատկապես մայրաքաղաքում, քանի որ երևանցիները տոտալ մերժում են իրենց։ Չնայած քարոզարշավների ժամանակ շրջիկ խմբեր են տանում մասովկա ցուցադրելու, բայց իրենք տեսնում են, որ պատահական աջակիցներն ու համախոհները մեծ թիվ չեն կազմում։ Սրանով է պայմանավորված նաև այն, որ Փաշինյանը նյարդային վիճակում է, չի կարողանում տեսախցիկների առաջ իրեն զսպել։ Դա է պատճառը, որ հույսը դրել է քրեական մեթոդների վրա։ Տասնյակներով մարդ են բռնում, հասել են ընդդիմադիր ուժերի ամենաակտիվ դերակատարներին։ Ընտրացուցակներից են մարդ բռնում, շարքային մարդկանց են բերման ենթարկում, ձերբակալում ու կալանավորում, որ վախի մթնոլորտով քաղաքական ուժերի աշխատանքը կազմալուծելով ինչ-որ արդյունքի հասնեն։ Մյուս կողմից իրավիճակը բարդանում է նաև Ռուսաստանի կողմից հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սանկցիաների պատճառով։
Ժողովուրդը գրում է. երեք մահացած զինվորը թեև առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի եւ զինծառայության զորակոչել։ Թերթը տեղեկացել է, որ իրավապահ համակարգում մի քանի վարկածներով քննություն է ընթանում այս առիթով։ Փորձում են պարզել, նրա առողջական խնդիրը կարող էր լինել ինքնասպանության պատճառ, թե այլ հարց կա։ Թերթը հիշեցնում է, որ ըստ պաշտոնական հաղորդագրության հունիսի 2-ին կեսգիշերն անց հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Արդյոք այս դեպքը կապ ունի զինվորի առողջական խնդրի եւ նրա սահմանափակումով ծառայության հետ, թերթը հույս ունի, որ կպարզի քննությունը։ Հրապարակը գրում է. Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի մտերիմ ընկերն ու խորհրդականը Արտյոմ Հովհաննիսյանը, որը մեղադրվում էր ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցին հայհոյելու, նվաստացնելու եւ ծեծի ենթարկելու համար, չի ազատազրկվի։ Չնայած դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ նա փաստացի մնալու է ազատության մեջ։ Թերթի տեղեկություններով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արսեն Գեղամյանի նախագահությամբ օրեր առաջ ավարտել է քրեական գործի քննությունը։ Գործը քննվել է համաձայնության վարույթով, քանի որ դատաքննության ընթացքում մեղադրանքի եւ պաշտպանական կողմերը հաշտության են հասել։